Այսպիսի գեղեցիկ ձմեռ է արդեն, սիրելիներս, ցուրտ, ծառերը արդեն ձյունով պատվել են, ճիշտ է, թեթև, բայց ձյունը նստել է, նշանակում է, որ շատ սառն է եղանակը, այս էլ ձյունը, տեսակ թորնիկս լրիվ մաքրել է, շուրջ բոլորը իմ լավ բարեկամներ, իսկ հիմա դեմքով եմ ասում բարի լույս իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, թող բոլորիս օրը սկսվի խաղաղությամբ և օրհնությամբ, բոլորիս գալիք նոր տարին շնորհավոր լինի, թող գալիք նոր տարին բերի խաղաղություն, առողջություն, ամենակարևորը, ուրախություն, երջանկություն, միայն ուրախություններ լինեն իմ լավ բարեկամներ ջան, դուրս եկաք ձեզ ցույց տալու եղանակը շատ սառն է, -10, իմ լավ բարեկամներ, շատ գեղեցիկ, թեթև ձյունով պատված, գետինը գեղեցիկ ձմեռ է, իսկ ես այսօր պատրաստելու եմ շատ ընտիր, թեթև, գեղեցիկ խմոր գաթայի համար, պատրաստելու եմ մեր հայկական անուշ գաթան, սիրելի հետևորդներ ջան, հետևեք, կտեսնեք, թե ես ինչպես եմ պատրաստում, սիրելիներս, շերտավոր խմորի բաղադրիչներն են, բուսայուղ 250 գրամ, 3 ձվի դեղնուց, 1 ճաշի գթալ սովորական քացախ 6%-անոց, 1 թեյ գթալ լիմոնի աղ, 1 թեյ գթալ թեթև սովորական աղ, հիմա սկսեմ պատրաստել, 3 ձվի դեղնուցը լավ պետք է հարեմ, որ կոշտեր չմնան, երեք հարաձվին ավելացնում եմ 250 գրամ բուսայուղ, սիրելիներս, ես չափաբաժինը կգրեմ գրառման բաժնում, հիմա պետք է ավելացնենք գոլ ջուր 3 բաժակ, ինչ բաժակով որ բուսայուղն ենք լցրել, այդ բաժակով էլ 3 բաժակ ջուր ենք լցնում, պատրաստում եմ ընտիր շերտավոր խմորով գաթա, պատրաստում եմ սիրով, սիրելիներս, այս խմորը գաթայի չստացվել չկա, անգամ առաջին անգամ եթե փորձում եք, ընտիր ստացվում է, ավելացնում ենք լիմոնի աղ, սովորական աղ 1 թեյ գթալ և 1 ճաշի գթալ 6%-անոց քացախ, եթե լինի խնձորի քացախ ավելի լավ, եթե չէ սովորական քացախ, սիրելիներս, ընտիր է ստացվում շատ, փորձեք անպայման, նորից լավ պետք է խառնենք և ավելացնենք ալյուրը լցնում ենք, սիրելի հետևորդներ ջան, քիչ-քիչ խառնելով ավելացնում ենք, անընդհատ, պետք է ստացվի ձեռքերին չկպչող փափուկ խմոր, այսպես քիչ-քիչ ավելացնում, խառնում ենք, ասեմ, որ ինձ մոտ նախօրոք ես մաղել եմ ալյուրը, հիմա արդեն ձեռքերով պետք է անեմ, ձեռնոց չեմ հագնում, պետք է զգամ խմորի խտությունը, սիրելի հետևորդներ ջան, շատ չդատեք, ձեռքերով ավելի հարմար է, զգում ես փափկությունը, ինչքան ալյուր ավելացնես, ինչքան է հարկավոր, ինձ մոտ լցնեմ ալյուրը, վերջացնեմ, կասեմ ինչքան ալյուր օգտագործեցի, սիրելի հետևորդներ ջան,
ամանի մեջ մի քիչ կհունցեմ և կտեղափոխեմ սեղանի վրա։ Հիմա սիրելիներս պետք է սեղանի վրա հունցեմ, սեղանի վրա ավելի լավ է, հարմար է ավելի ճիշտ հունցելը, այսպես լավ կհունցեմ, որ դառնա փափուկ, ձեռքերին չկպչող խմոր։ Հունցելու ընթացքում իմ սիրելի հայուհիներ ջան, արդեն մենք կիմանանք, թե ինչքան այլուր օգտագործեցինք։ Ինչքան հունցենք, այնքան խմորը էլաստիկ և փափուկ կլինի։ Տեսնում եք, ինձ մոտ ստացվեց շատ լավ խմոր, ձեռքերին չկպչող։ Պետք է համբերությամբ լցվենք և լավ հանգիստ ձևով, սիրով պատրաստենք մեր խմորը։ Այսպես հարվածում եմ 50-ից 100 անգամ սեղանին։ Կդնեմ ամանի մեջ, կերակրի թաղանթով կծածկեմ, կթողնեմ կես ժամ հանգստանա խմորը, իմ լավ բարեկամներ։ Սենյակային ջերմաստիճանում, հենց տեղում կթողնեմ, սառնարան է կես ժամ, խմորը հանգստացել է, հիմա պետք է բաժանեմ մասերի, որպեսզի գնդեմ։ Դրել եմ կշեռք, պետք է կշռեմ։ Երկու կես անեմ։ Տեսեք, սիրելիներս, բարեկամներս, ինչքան ծակոտիներով խմոր ստացվեց, նշանակում է մեր խմորը ստացված է։ Հիմա մասերի կբաժանեմ հավասար և կկշռեմ։ Մի փոքր ավել է, ես պետք է գունդը պատրաստեմ 450 գրամ, արդեն 450 գրամ բոլոր գնդերն են և 5 գունդ ստացվեց։ Հիմա մի փոքր բացում եմ, որպեսզի լցոնեմ մարգարինով մեր խմորը։ Ինձ մոտ լիստով կիլոյով մարգարին է, 82%-անոց, ընտիր խմորեղեն է լինում, ընտիր շերտավոր գաթա, եթե չունեք 82%-անոց, վերցրեք 72%-անոց։ Ինձ մոտ արդեն մասերի եմ բաժանել մարգարինը, 150 գրամ է կշռում ամեն մի կտորը մարգարինի, 5 մասի եմ բաժանել, 5 կտորներ կլցոնեմ ամեն մեկի մեջ 150 գրամով։ Մարգարինով պատրաստված խմորը, սիրելիներս, ընտիր է ստացվում։ Հիմա այսպես դնում եմ ձեռքով, հավասարեցնում եմ, դուք կարող եք մի կտորը մեջտեղում դնել, ձեր ցանկությունն է, հավաքել, գունդ պատրաստել, ես որոշեցի մի քիչ տարածել։ Այս մարգարինին 2 օր է հարկավոր, որպեսզի փափկի, շուտ չի փափկում, շատ դժվարությամբ է փափկում, սիրելի հետևորդներ ջան, թողել եմ սենյակային ջերմաստիճանի տակ, փափկել է, հիմա օգտագործում եմ, եթե չունեք 82%-անոց, հարկ չէ, վերցրեք 72%-անոց, սլիվիչնի, ոչ թե մոլոչնի մարգարին,
Մարգարինով շատ լավ է ստացվում, իսկ կարագով հալվում է շուտ, շերտերը չեն բարձրանում, որ կարագը շուտ է հալվում։ Այսպես բոլորի մեջ կլցոնեմ, գունդ կանեմ, կդնեմ պակետի մեջ, սիրելիներս, կթողնեմ նորից մի կես ժամ հանգստանա, հետո հաջորդը բոլորը կգրտնակեմ, կլցոնեմ։ Հիմա արդեն լցոնել եմ, վերջացրել եմ, հանգստացել են կես ժամ գնդերը, սկսել եմ գրտնակել։ Պետք է գրտնակենք քառակուսի վերև ներքև։ Հիմա շուռ եմ տվել, նորից վերև իջեցնում եմ ներքև, նորից շուռ կտամ, որ մեր խմորը ստացվի քառակուսի։ Ընտիր խմոր է, պղպջակներով հարուստ, բոլոր խմորի մեջ պղպջակներ են, սիրելիներս։ Այսպես մի քիչ էլ կբացեմ, ցույց եմ տալի, տեսնում եք, ամբողջ խմորը պատված է պղպջակներով։ Հիմա շուռ ու մուռ տալով քառակուսի ձևով կգրտնակեմ։ Այս խմորը ունիվերսալ խմոր է, սիրելիներս, կարող եք սիգարետ, նապոլեոն պատրաստել, մենք պետք է պատրաստենք նապոլեոն այս խմորով և շերտավոր գաթա։ Հիմա պղպջակները նորից ցույց եմ տալի։ Այսենց ծալում ենք աջից, սիրելի հետևորդներ ջան, բերում ենք ձախ, ձախից էլ աջ, բայց ցանկությունը ձերն է, դուք ինչպես կարող եք, այդպես էլ ցանկանում եք ծալեք։ Հիմա 3 անգամ պետք է գրտնակենք, մեկ անգամ գրտնակեցինք, 2 անգամ էլ առանց ձեզ եմ գրտնակելու։ Կարող է չհասցնեմ, տեսնում եք, ընտիր է, թխածը ցույց տամ այս հոլովակում, մյուս հոլովակում ցույց կտամ, իմ լավ բարեկամներ։ Հիմա վերջ, դնում եմ սառնարանի, 2 անգամ էլ պետք է գրտնակենք։ Здравствуйте, всех с наступающим Новым годом! Хочу показать, что купили родители перед Новым годом. Из напитков у нас Фанта и Спрайт, армянский джермук, газированная вода и буржуми. Идет потом такие лимонады, это тархун и клубничный. Вот еще из груши Двин газированные, соки газированные, Фанта, простые соки, не газированные, со вкусом яблоки, персик, точнее, простите. Та же самая фирма, как и вот это, но только это абрикос. И вот еще газированная вода армянская. Так, в пакете еще тоже вот теперь абрикос, такой же не газированный. Манго. И еще манго. Из напитков это все. Теперь именно из продуктов у нас вот тут вот несколько видов сыра. Вот такой. Сыр-косичка. Вот такой еще сыр есть. 3 вида сразу. Сыр с плесенью. И вот такие вот простые сыры, которые используют для пиццы. Давайте перейдем к этому пакету. Тут находится соленья. Вот такие соленья. Вот еще. Честно говоря, не знаю названия, не смогу сказать. Бомья, мама подсказала мне.
Так, Սինդիրիկ։ еще раз мама подсказала. Сельдерей. И армянское кофе. В этом пакете еще лежало оливки и еще оливки. Так, давайте перейдем к этому пакету. Тут лежат перцы. Но тут уже ничего нет такого. 3 больших перца лежат. Так, ну картошка. Тяжелая папа потом поможет взять. Тут у нас лежат сухофрукты. Вот такое вот. Вот сухофрукт папайя, маракуйя, айва. И из последних это у нас манго. Вот такие вот финики еще. У нас дома были орехи, и еще мама с папой докупили. Всего по чуть-чуть, потому что дома у нас есть. Тут все неинтересно, давайте перейдем в творог, сметана. И тут колбаса. Ну и масло сливочное. И вот такая вот. Вот есть еще вот такие интересные. Такая интересная хурма. Смотрите, какие маленькие они. И вот тут еще есть вот такие помидоры. Очень сладкие. А остальное показывать не. Որթից գնել եմ միս եւ ոսկորոտ միս է եւ նաեւ փափուկ տոլմայի եւ բլինչիկի լցոնի համար սիրելի հետևորդներ ջան, որը հնարավոր է ներսում է կտրում մսի կտորները, բաժանում է մասերի, որը չէ դրսում արդեն կտանի կացինով մսի տախտակի վրա կկտրի ամուսինս։ Այստեղ էլ ոսկորոտ մսերը ամուսինս մշակում է, ես էլ արդեն կտեղավորեմ, թե որքան պետք է պատրաստեմ նոր տարվա համար, մնացածը կդնեմ սառցախցիկը, սիրելիներս, այսքան հո չեմ պատրաստելու, հարկ եղավ կհանեմ, նորից կպատրաստեմ խաշլաման։ Մի խոսքով ընտանիքով շատ զբաղված ենք։ Ամեն մեկս իր գործը ունի, այսօրվա օրով պետք է բոլորս էլ մեկս մեկին խոզի միսն էլ, որ պետք է դնեմ ջեռոցը, դրել եմ աղաջուր, մեզ մոտ 2 տարի մենք խոզի բութ չենք դնում, սա էլ տոլմայի միսն է, խոզի միսը և տավարի միսը պետք է աղանք։ Այս գեղեցիկ լուսավոր տեսարանով ուզում եմ ձեզ բոլորիդ հայտնել
իմ շնորհակալական խոսքը։ Շնորհակալ եմ սիրելիներս, հարազատներս, բարեկամներս, բաժանորդներս, լավ ընկերներս, ձեր բարության համար, ձեր սիրո համար, ձեր ջերմ խոսքերի համար, որ այդքան ջերմ եք, բարի եք իմ նկատմամբ, ձեզանից ես վերցրել եմ ձեր բարությունը, սերը փոխանցել եմ նորից ձեզ։ Ուրախ եմ, որ կաք իմ կյանքում, իմ լավ բարեկամներ, սիրելիներս։ Ցանկանում եմ աշխարհին խաղաղություն, որ մարդիկ ապրեն առողջ ու անհոգ։ Խաղաղություն և օրհնություն բոլորիդ ընտանիքներում թող լինի։ Ձեր գալիք նոր տարին կրկին անգամ շնորհակալություն։ Շատ սիրում եմ ձեզ, իմ լավ բարեկամներ։ Գալդ բարի նոր տարի գրկում և բոլորիդ հանդիպում եմ 2025 թվականի վերջին հոլովակս է, իմ լավ բարեկամներ, կհանդիպենք 2026 թվականին։ Այս գեղեցիկ տեսարանով էլ այսօր ավարտում եմ այս հոլովակը։ Սիրելիներս, կրկին անգամ մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություն, Աստծո օրհնությունները անպակաս լինեն ձեր օջախներից։ Թող գալիք նոր տարին ձեր օջախներում բերի միայն առողջություն, հաջողություն, սեր, միաբանություն, իմ լավ բարեկամներ, ցտեսություն մինչ 2026 թվական։